Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Այսօր մենք, այսպես ասած, մի փոքր չէ, նոր ձևաչափի մեջ ենք, բանավեճի ֆորմատ, եթե դուք հիշում եք ժամանակին, հենց այսպես էլ ստեղծվել է ճիշտ ասած Հայելի ակումբը, պես բանավեճի ակումբ, այդ ժամանակները փոխվեցին եւ նոր ժամանակների հետ մի տեսակ այս մշակույթը դուրս մաղվեց։ Անգամ ես հիմա հիշում եմ, որ երբ որ մենք նոր սկսեցինք գործել Ազատություն ռադիոկայանը, առավոտ օրաթերթը եւ ոչ միայն գրում էին, ահա նոր մշակույթ է եկել մեզ մոտ բանավեճի կուլտուրան եւ շատ հաջող երբ որ 10-15 տարի մենք դա իրագործել ենք։ Չգիտեմ, գուցե գա ինչ-որ մի պահ, որ սա վերականգնվի մեզ մոտ, բայց առայժմ ոչ, ինչու որոշեցի այս ֆորմատով, դուք գիտեք, որ այս այն հարթակն է, որ այս գործանարար ուժերի իշխանության գալուց հետո ես առնվազն եւ այն իմ հիմնական բանախոսները մենք բոլորս ունենք մեկ թիրախ։ Այդ թշնամին է այսօր Հայաստանի իշխանության գլխին նստած այդ անձինք, որոնք եւս հայ ժողովրդի թշնամիներն են եւ այն բոլոր տեսակի պառակտումները թիրախավորված այս կամ այս թշնամին է եւ իր արբանյակները։ Իսկ մնացած բոլորը ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մենք պետք է այս ազգակործանին ճանապարհենք, հետո մի շարք հարցեր կա, որ պետք է քննարկման առարկա դառնա։ Իսկ հիմա օրակարգում շարունակում է մնալ թշնամին իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Վերջերս չէ, բավական երկար ժամանակ է իմպիչմենտի գործընթացի հետ կապված նախաձեռնությամբ հայտարարություններով հանդես է եկել Էդգար Ղազարյանը եւ հիմա այն տեսակ նոր թափ է առել։ Ինքը եւ իր համախոհները եւ շատ մարդիկ պնդում են, որ հնարավոր է եւ հիմա այն պահն է, որ պետք է սա իրագործվի։ Կան մարդիկ, որ այլ կարծիքի են, որ այդ պահը չէ, սա ճիշտ օրակարգ չէ ընդդիմության համար եւ սա ընդհանրապես այս փուլում այս պահին ընտրվել է, որպեսզի թիրախավորվի երկրորդ նախագահը եւ Հայաստան դաշինքը։ Դուք գիտեք, որ այս թեմայով ես սովորաբար այսպես վերջում 5-7 րոպեի տրամադրում, որպեսզի իրենց կարծիքը հայտնեն, չգիտեմ, պարոն, ես առաջարկեցի 7 րոպեի փոխարեն պարոն Հակոբյան անցած շաբաթ եկավ եւ մի ամբողջ հաղորդում նվիրեց մոտավորապես այդ թեմային, ես եւ թիրախավորեց ինչ որ անձի, մը չեմ անդրանալու, ես ասեցի, որ այդպես չլինում, եթե դուք ասելիք ունեք, ապա ես առաջարկում եմ բանավեճի ֆորմատ, ինչին համաձայնեց եւ շնորհակալություն եւ պարոն Հակոբյանին եւ հատկապես պարոն Ղազարյանին, որ համաձայնեց եւ հիմա այն կկայանա։ Ես էլի պնդում եմ, որ մեր թիրախը մի հոգի է, դա Նիկոլ Փաշինյանն է, գիտեք, որ այս ազգակործանը նոր օրակարգ է բերել հրապարակ, շատ կարևոր է, որպեսզի մենք չառաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի օրակարգով։ Հիմա ինքը հարցեր է բարձրացնում, թիրախավորել է հայ առաքելական եկեղեցուն, մենք 1 ժամից ավելի պարոն Ղազարյանի եւ մյուս 4 հյուրերի հետ խոսել ենք այս թեմայով, թե ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը թիրախավորելով հայ առաքելական եկեղեցին, բայց ինքը չի հանգստանում, ակնհայտ է, որ ունի հրահանգ Էրդողանի եւ Ալիևի կողմից եւ ունի իր օրակարգը։ Հրահանգի հիմքում այն է, որ հնարավորինս հեղինակազրկել վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին եւ նաեւ իր օրակարգը առաջ քաշել։ Երեք քննարկման առարկա էր դարձել սա հոգեվոր առաջնորդների կողմից քննարկել են եւ համարժեք պատասխան իրեն տրվեց, գիտեմ շատերին դուր չի գալիս, ուզում են, որ շատ ավելի ակտիվ, շատ ավելի կատեգորիկ լինի հայ առաքելական եկեղեցու հոգեվոր դասը, բայց այսպիսին է մեր եկեղեցին, թերևս այդպիսին է եղել, որ այսքան տարի կարողացել է մնալ եւ գոյատևել, բայց դրանից զատ պարոն Հակոբյանը ծանոթ չէ, բայց մենք երեկոանը չի կարծեմ քննարկեցինք, խոսեցինք դրա մասին, թե ոչ, բայց գիտեմ Միքայել Սրբազանը, հազար ներողություն։ Միքայել Սրբազանը ուղակի խոսքով սատկացրեց այս ազգակործանին մի շարք բաներ հրապարակ հանելով, նախ իրեն կոչեց տգետ, տխմար, ուրիշ պիտակավորումներ։ Մեղմ ասել։ Մեղմ, չէ, շատ ավելի բան բառերով էլ եւ ասեց, որ իրենք այս ընտանիքը իրենք հələ դեռ իրենք ունեն շատ բացատրություններ տալու
չափները ճանաչեք, եթե եկեղեցին իր դռները բացել է ձեր առաջ, չի նշանակում ձեզ այդպես պետք է պահեք։ Մի շարք հարցերի, որ հիշում եք, իրենք կազմակերպել են եւ գնացին, մտան 3 ինչ էր այդ չես էլ հասկանում ինչա դերասանա, ինչա որ գնացել եւ փորձում էր դերասան է, ինչ է, չգիտեմ, որ տարածքն է ինքը դրա բացատրությունն էլ, պարզաբանումն էլ տվեց Սրբազանը եւ վերջին գրառումների մասով կասեմ, Սրիկա, գիտես, սա այս խոսքերը ուղղված են Նիկոլին, Սրբազանի կողմից։ Սրիկա, գիտես, անուտուր, ինչի է այնպիսի տպավորություն ստեղծում, որ մարդիկ իրենց ճանաչած Սրբազանին սկսել կասկածել, աննորմալ քո աննորմալությունը քո ընտանիքում դրսևորի, ամբողջ կյանքդ պղծության մեջ ես անցկացրել, միջև հիմա էլ պղծության մեջ ես, ապօրինի կենակցում ես, ապօրինի կենակից դել ներկայացնում ես իբրև առաջին տիկին։ Այս տիկինն էլ ակտիվացել է, քիչ առաջ ինչ որ բան ա գրել, սուս մնացեք իբրև թե ինքան բան գիտեք, դուք հիմա պատկերացնում եք, բա որ հանկարծ են եղած չեղածը հրապարակ դուրս գա, երևի ազգովի խայտարակությունից փրկվելու համար ազգովի պիտի ասենք, սուս մնացեք։ Ես ուզում եմ այս հարցի հետ կապված ձեր կարծիքը կարճ համառոտ անցնել, ասեք, պատասխանը տակ Նիկոլի ինչ է անում, դուք թե ով է ուզում առաջինը։ Պարոն Ղազարյան, Պարոն Հակոբյանի, խնդրեմ։ Ավակը։ Բարեձեզ շնորհակալ եմ հրավերի համար, Անժելա։ Գիտեք, իսկապես կարճ եմ ասելու։ Անկեղծ ասած, ես կուզենայի, որ ավելի համարժեք լիներ եկեղեցու պատասխանը, այն ինչ որ արվում է այսօր լրիվ ձևակերպումներին կողմը, այս ազգակործանումների միջոցով։ Որովհետև նաև բարձրաստիճան հոգևորականներ միշտ ասել են, որ ազգային ազատագրական պայքարի փուլ ենք մենք ապրում, որովհետև պետությունը կործանվում է։ Ազգային ազատագրական պայքար նշանակում է բոլորս պետք է, իսկապես եթե դա մեր օրակարգն է, համախմբենք եւ կարողանանք ազատվել այս չարիքից։ Երևի տեղին է, իհարկե տարբերություն կա որոշակի, բայց 18 թվականին Գևորգ 5-րդ կաթողիկոս Սուրենյանցը իսկապես եւ ասաց, ես չմանրամասնեմ, տեղ կանգնեց Արամի հետ միասին, տեղ կանգնեց Արամ Մանուկյանի հետ մասին, տեղ կանգնեց ազգային ազատագրական պայքարի։ Այսօր իսկապես բավականին ծանր վիճակ է, որովհետև թշնամին քո ներսում է, այն ժամանակ թշնամին դրսում էր գիտեիր, այսօր թշնամին քո ներսում է եւ ես կուզենայի, գիտեք, միակ կառույցն է մնացել, որ չի կարողացել քանդել այս ընթացքում։ Միակ կառույցն է։ Բոլոր ինստիտուտները, պետական, բոլոր ինստիտուտները քանդված են։ Ինչու սկսվեց նրանից, որ Փաշազադեն ասաց ռևանշիստ է ձեր եկեղեցին։ Եվ խաղաղության մասին է խոսում, բայց նա Արցախի մասին է խոսում, հատկապես որ Շվեյցարիայում հայտնի ելույթից հետո։ Ինքը ընդհանրապես, կարծում եմ բոլորը հասկացան, այդքան շատ խորքային ինչ-որ թաքնված բան չի, բոլորը հասկացան, որ նա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերը, Փաշազադեի պատվերը, եւ ասում է լրացրու եկեղեցուդ։ Եվ սա էլ այդ քայլն է անում։ Ես շատ ավելի մանրամասը, հիմա որովհետեւ ուրիշ հարցերով ենք հավաքվել, հա, կանադառնամ եկեղեցու եւ ընդհանրապես մեր հետագայում Այ թող ասեմ դա քո կարծիքն է ես էլ եմ համաձայն բայց ես կասեմ իմ խոսքը ես ուզում եմ ասել որ առանցին ես կանադառնամ եկեղեցուն բայց ես ասում եմ իմ ընկալած այս շեշտադրումը պրիզման սա ազգային ազատագրական պայքար է եւ ցանկացած ոք ով խոսում է պետության մասին պետք է հիմքում ունենա այս մոտեցումը որ սա ազգային ազատագրական պայքար է առավել եւս եկեղեցին պետք է տեր կանգնի պետք է ինչ-որ առումով ուղղորդի այսօր բավականին վարկանիշ ունի եւ ոչ ոք եկեղեցու նման վարկանիշ չունի այսօր պետք է կարողանա ինքը ինչ որտեղ տեր կանգնել ուղեկցել եւ ժողովրդին իսկապես հիմա չգիտեմ զանգերը ղողանջելով կլինի չգիտեմ ինչով կլինի որտեղ քիչ առաջ ասացիք ինչ որ մի եսիմ ով գնում է եկեղեցուն հայոյանք է տալիս ասում ես լավ այնտեղ մեկը չկար ակաժները կտրել այդ տղու գնացել ես քեզ ինչի տեղ ես դրել այսքանը կասեմ ես ամբողջությամբ կիսում եմ պարոն Հակոբյանի կարծիքը որ նաև հավելում այն, այսինքն կիսում եմ նաև այն մասով, որ այդ պայքարը արշավը եկեղեցու դեմ սկսել է ադրբեջանական պահանջներից հետո, այսինքն եթե իրան եկեղեցու վերաբերյալ ինչ-որ բաներ էր հետաքրում, ինչ-որ հարցադրումներ ուներ, որ ինքը ամենօրյա ռեժիմով գրառում անում, ինչի ասենք դա չէր անում 6 ամիս առաջ։
Ինչի դա չէր անում անցած տարի, անում է հիմա։ Ժամանակագրորեն որ նայում ես, բարձր դառնում։ Թուրքերը այնպես պահանջները դրել են, սա թիրախավորված հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Այսինքն, եթե ինքը տենց ազնիվ մոտեցումներ ուներ, կարա շատ շուտ բանից, չէ՞, այդ ամեն ինչը բարձրաձայնել, եթե դա բարձրաձայնելու վերաբերել հարց, ակնհայտ է, որ դա տենց չի։ Եվ նաև համաձայն եմ եկեղեցու առաջնորդող դերի իմաստով, որովհետև հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին օրինակ ի տարբերություն հռոմեա կաթոլիկ եկեղեցու, դա ազգային եկեղեցի է։ Այսինքն դա բոլոր ժողովուրդներին տարբեր ազգերի չի, դա մեր հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Եվ իր պատմական դերը ո՞րն է եղել, որ պահին որ մենք կորցրել ենք մեր պետականությունը, մեր ազգապահպան ֆունկցիան, մեր ժողովրդին ֆիզիկապես պաշտպանելու, փրկելու, մեր մշակույթը, լեզուն, ավանդույթները պահելու ֆունկցիան իր վրա վերցրել է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ հիմա քանի դեռ վտանգված է մեր պետությունը, այսինքն զավթված է մեր պետությունը թշնամու կողմից, չէ՞, Նիկոլ Փաշինյանը թշնամուն ծառայող է, նշանակում Հայաստանի Հանրապետությունը թուրքերը նվաճել են։ Հիմա նշանակում է եկեղեցին պիտի մեզ առաջնորդի, որպեսզի մենք համախմբվենք եւ մեր պետությունը կարողանանք վերականգնենք։ Եւ դա միայն հայտարարությունով կամ մի հատ հարցազրույցով քիչ է։ Դրանք ված չեն, որ այդ հայտարարությունները, հարցազրույցները կան, բայց դրանցով չպիտի բավարարել։ Առաջնորդող պետք է լինի եկեղեցու դերը ազգային ազատագրական Սա նշանակում է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, հասարակական գործիչները, քաղաքական գործիչները պետք է ասեն մենք պարտվել ենք, ոչինչ չեն կարողանում, գնում ենք տներով, մնացել է եկեղեցու հույսին։ Բա 1000 կուսակցություն ունեք, խորհրդարանում ուժեր ունեք, չգիտեմ, բա ինչի համար են։ Վիզը ծռել են, նստեն սպասում են, տեսնեն թե ինչ կան, ինչ անի, գավազանն առնի տան գլխին, ինչ պետք է ասեց Աջապահյանը, տո սրիկայես, տո տգետես, տո պիղծես, տո սրփապիղծես, տո այլանդակություն ես, տո ինչ ես, էլ ինչ պետք է համարժեք պատասխան, ինչ պետք է անի։ Իմիջայլուց ասեմ, որ ես այս խնդիրը, մեր այս թեման կապում եմ նաև այսօրվա մեր գլխավոր թեմայի հետ եւ կարծում եմ, որ այս պահին, այս զարգացումների ֆոնին անվստահության գործընթացում էլ առաջնորդող դերը պիտի խաղա եկեղեցին եւ բարձրագույն հոգեվոր խորհուրդը ինքը պետք է առաջադրի մի սրբազանի կամ իր երաշխավորության մի գործչի, որպես վարչապետի տեխնազու եւ անվստահության գործընթացը սկսվի իրենց առաջարկությամբ, իրենց նախաձեռնությամբ, իրենց առաջնորդությամբ։ Անցնենք դե թեմային։ Ուրեմն թեման հետեւյալն է, թե ինչի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ է դրա անհրաժեշտություն։ Նախ դա մեր երկրի սահմանադրական կարգն է նախատեսում, երկիրը խորհրդարանական երկիր է, որտեղ կառավարությունը ընդամենը ազգային ժողովի կողմից նշանակված մարմին է, որպեսզի իրագործի ազգային ժողով անցած քաղաքական ուժերի, հատկապես ամենաշատ քվեստացած իշխող ուժերի նախընտրական ծրագրերը։ Կառավարությունը համարում սահմանադրությամբ այն մարմինը, ով որ իր գործունեությունն իրականացնում է իր ծրագրի հիման վրա, ծրագիրը հավանության արժանում ազգային ժողովի կողմից։ Եվ դա այնքան կարևոր փաստաթուղթ է, որ եթե ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն չտա, ազգային ժողովը լուծարվում է։ Ազգային ժողովը կարող օրինակ օրենք չընդունի, ելի մնա որպես ազգային ժողով, բայց եթե ծրագրին հավանություն չի տալիս, ուրեմն լուծարվում է։ Ինչի համար է կարևոր այդ ծրագիրը, որպեսզի կատարվի, չէ՞։ Եվ եթե կառավարությունը իր գործունեության ծրագիրը չի կատարում, ապա ազգային ժողովը, որը սահմանադրական պարտականություն իր կարգավիճակից է բխում, վերահսկել կառավարության գործունեությանը, կարա անվստահություն հայտնի կառավարությանը, եթե նա իր ծրագիրը չի կատարում։ Իսկ այն որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը չի կատարում, դա ոչ միայն իմ արձանագրումներն են, այլ հայերեն իմացող ցանկացած մարդու առավել եւս քաղաքական գնահատականներ տվել են նաեւ ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները։ Այդ դեպքում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որպեսզի սկսի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Սա իրավական տրամաբանական իմաստով։ Քաղաքական իմաստով հիմա մենք հասկանում ենք, որ մեր բոլոր դժբախտությունների հիմքը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն է։ Եվ մտածում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու մասին։ Այդ հեռացնելը վերացական հասկացություն չի, դա պիտի լինի ինչ-որ մի կոնկրետ քաղաքական գործընթացներով, որը կարա դա լինի։ Կարա լինի իր հրաժարականը, եթե ինքն է հրաժարական տալի, նման պահանջներով շարժումներ եղել են։ Հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան պայքար, չէ՞ որ ինքը հրաժարական տա։ Դրանք արդյունք չեն տվել։ Մյուս գործիքը դա իրավական գործիքն է, որ դատախազը պիտի վարույթ նախաձեռնի իր գործունեությունը կասեցնեն, դա ոչ իրատեսական այս դատախազի պայմաններում, որ իր օգնականն է եղել, եւ միակ իրավական, միակ լուծումը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Դրա համար, եթե մենք մտածում ենք նրան հեռացնելու մասին, ուրեմն պետք է գնանք այդ ճանապարհով։ Իհարկե կա նաեւ մի ուրիշ տարբերակը, որ իշխանությունից այս ժամկետը ավարտից հետո հեռացնելու, դա հաջորդ ընտրություններն են, որ ընտրությունների ժամանակ մասնակցեն, մարդիկ քվեարկեն ավելի քիչ, քան ժամանակ, այդ դեպքում նա արդեն հաջորդ 26 թվին ենթադրենք էլ չի լինի վարչապետ։
Բայց այդ էլ գնահատելու համար, դա ասենք էլի 26 թվին, 26 թիվը օբյեկտիվորեն մեր կյանքից անկախ գալու է։ Այդ մասի մտածել էլ է միշտ կարելի է, չնայած դա ես համարում եմ ավելի քիչ իրատեսական։ Բայց էլի կարելի է դրա մասի մտածել։ Իսկ մինչև 26 թիվը, եթե մենք այդ իրավական հնարավորությունը ունենք, ինչի՞ պիտի դա չգործադրենք, առավել եւս որ падգամավորները պարտականություն են վերահսկել ազգային ժողովի գործունեությունը, կառավարության գործունեությունը եւ անվստահություն հայտնել, երբ որ կառավարությունը իր ծրագիրը չի կատարում։ Սա է հիմնավորումը։ Չգիտեմ, ասեմ այդ Գարջյան, թե պարոն Ղազարյան նկատի ունենալու որ դու նաև իմ Էդգարը իմ անունն է, Ղազարյան ազգանը, որն էլ ասեք ճիշտ է։ Նկատի ունենալով նաև որ իմ հրաշալի գործընկերը Գերագույն խորհրդի Ֆերդինանդի որդին է, որ հետ էլ շատ հրաշք բաներ ունեինք հարաբերություն, բայց նաև որոշ հարցերով բանավիճում էինք։ Լավ, կընտրեմ ըստ քննարկող թեմայի բանին։ Ինձ համար երկուսն էլ ընդունելի է ձեր պարագայում։ Հիմա ասեմ, տեսեք, շատ լավ ներկայացրեցիք։ Սկզբունքորեն դուք այս քան մի ամսից ավել, չէ՞։ Ամսից 28-ից ապրիլի։ Դուք խոսում եք, որ այսօր իմպիչմենտը այլ տարբերակ չունի եւ պետք է ազգային ժողովը, այսինքն պետք է առաջնորդվի սահմանադրական իրավունքով, որտեղ սահմանադրությունը դա ոչ միայն իրավունք, այլև պարտականություն, պարտադրանք բոլոր քաղաքացիների եւ պետական կառույցների նկատմամբ։ Ես մի քիչ այստեղ հակասություն, այսինքն ես պետք է ասեմ, իսկ սահմանադրության մյուս կետեր, ասենք երրորդ հոդվածը որ մարդ բարձրագույն արժեք է, սահմանադրություն կարծես թե բան չի թույլատրում թալանել, կեղծեր ընդրություններ, բան ինչու ենք մենակ այդ մասին ասում, որ սահմանադրությունը ասում են դու կարող ես իմպիչմենտ այտել։ Այսինքն ես նկատի ունեմ ռեալ պոլիտիկի դիրքերից մոտենանք իրավիճակին եւ երկակի ստանդարտ չլինի։ Հիմա ես կտրականապես դեմ եմ իմպիչմենտին, որպես ռեալ պոլիտիկի հետևորդ եւ իմ ամբողջ քաղաքական գործունեությունը դա է եղել։ Մի բան կարող եմ ասել արգելից, որ ի վերջո ես չեմ տեսնում, այսինքն ռեալ պոլիտիկասելով նկատի ունեմ այն միջավայրը չկա, որի դեպքում իմպիչմենտը անհրաժեշտ է, բայց նույնիսկ եթե լինի այդ միջավայրը, ելի այդ դեպքում իմպիչմենտով պետք է չգնալ, ինչ նկատի ունեմ։ Եթե մենք կարողանանք մի 70-80,000 մարդ հավաքել, ես վերջում կասեմ, կարծում եմ Տիկին Թովմասյանը թույլ կտա վերջում, ասենք ինչպես են պատկերացնում նշանափոխությունը, եւ գնալ ուղակի փակել այդ ամբողջ անտեր կառավարություն կոչված մի 2-3 օր, ոչ թե կան դասախոսություններ կարդան, թե ինչ վատնա էսի, թե ինչ, չգիտեմ, բարոյականը, անբարոյականը, համբալը, համբալ չի, այլ մի օրակարգ լինի։ Եվ ավել պակաս չկան կանգնեն խոսեն, բացատրեն եսի ինչ։ Մի օրակարգը հետեւյալն է։ Սահմանադրությունը ինձ թույլ է տալիս, ես Հայաստանի քաղաքացի եմ ամեն ինչից զատ, ես կարող եմ 10 հոդված սահմանադրական եւ քրեական օրենսգիրքի բերեմ, որ ամենօրյա ռեժիմով ինքը ոտքերը մաքրում է սահմանադրության վրա։ Կարող եմ առնվազն 4 միջազգային նորմեր բերեմ, սկսած 48 թվականի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մինչև Ստրասբուրգյան 77 թվականի այգնի հռչակագիրը, այս մարդը միջազգային նորմերի մեջ էլ մեծ տարեր սպանում է իր պահվածքով։ Հետևաբար սահմանադրությունը պաշտպանելու մենակ ձևը բոլոր միջոցներով, այդ թվում մտնելակաշներից բռնել դուրս ճպրտել, այս սրանց, սա սահմանադրական է։ Եվ դրա համար, այդ տեսեք, եթե այդքան մարդիկ հավաքվեն, հետո ասենք դե գնում ենք իմպիչմենտի։ Ես շատ լավ տիրապետում եմ դա։ Իմպիչմենտ դա աշխատատար process է, պիտի գնաս, մարդկանց հավաքես, գան, չգան։ Իմիջիալից ես իրենք չեն անի 18 թվականի օրվա իշխանության սխալը, որ կան ասեն չէ, ուրեմն այդ դեպքում իրենք բացառում է որ մարդան, ես վստահ եմ դրանում։ Եվ ավարտում եմ մի քիչ փորձենք լակոնիկ կարճ ավարտել։ Էդգար ջան, այս դեպքում ես վստահ եմ նույնիսկ կարող ենք հրապարակային գրած գալ, ոչ թե 100%-ով, 100-ից ավել տոկոսով վստահ եմ, որ դա ոչինչ չի տա իմպիչմենտը։ Եվ ամենակարևորը կա քաղաքագիտական ակցիոն։ Ցանկացած քայլ, որը արվում է ընդդիմության կողմից, որը հաջողություն չի բերում, պարտվում է, դա ուղղակիորեն նպաստում է օրվա իշխանության դիրքերի ամրապնդմանը։ Տեսեք, որ մտանք պարլամենտ, որ մտան, այդ ժամանակ ընդդիմության վարկանիշը շատ ավելի բարձր էր։ Այդ ժամանակ նույնիսկ դրանից էլ առաջ մտել էր բունկեր, հիշում եք ինչ վիճակին է։ Այսօր էլ կնոջ հետ գնում է կնոջ կամ չգիտեմ, ես լավ այդ բառը կօգտագործեմ։ Սովորում եմ ինչպես նորաձև կրթվել համբալ ասելով, չգիտեմ, ուրիշ բառեր ասելով։ Այսինքն, այս մարդուն պետք է մի բան պետք է ասել, որ եթե պարտվեցինք, ելի նպաստում ենք սրա հեղինակության բարձրացմանը։ Ընդ որում իր հեղինակությունը այսօր իսկապես շրիշակի մակարդակի է ասել, բայց դա անդիմության մեր շնորհիվ չի։ Պետք է կնոջը տիկնոջը շնորհակալություն ասել, որ հիմնականում իրենք կարողացել են իրենց վարքագծով իրենց հեղինակությունը հասցնել այդտեղ։ Դրա համար ես սկզբունքային դեմ եմ
Չեմ կասկածում, որ անկեղծ մղում կա, բայց նաև դրա տակ կա բաներ, որոնք մարդիկ կան, որոնք օգտվում են դրանից։ Այսպես սողացող նենգություն եմ տեսնում դրա տակ, կոպիտ եմ ձևակերպում, որովհետև ինձ համար շատ կարևոր է դա բան անել։ Դրա համար արգելից ես դեմ եմ դրան։ Նստենք, խոսենք եւ վերջում ասենք, թե ոնց ենք պատկերացնում այս իշխանությունից մեր պետությունը փրկելու ճանապարհը եւ միջոցը։ Շատ լավ, հիմա ձեր առաջադրած մի քանի հարցադրումներին փորձեմ պատասխանել։ Նախ դուք ասում եք, որ ռեալ պոլիտիկի տեսանկյունից սա իրատեսական չի։ Այսինքն պետք է անել միայն այնպիսի քայլեր, որոնք ռեալ արդյունք են տալու, այսինքն որ ի սկզբանե երաշխավորված է, որ դա արդյունք է տալու։ Բայց մինչև հիմիկվա ընդդիմադիր դիրքավորում ունեցող գործիչների, այդ թվում նաև ձեր գործողությունները ոնց որ թե դրան չեն նպաստել։ Ես հիշում եմ, որ դուք գլխավորել եք Երևանի ավականու ընտրություններում Մայր Հայաստան դաշինքի նախընտրական շտաբը։ Այո։ Մայր Հայաստան դաշինքը ձևավորվել է Երևանի ավականու ընտրություններից առաջ այդ ընտրությունների մասնակցելու նպատակով։ Հիմնական նպատակը այդ է եղել։ Այսինքն դուք ձեր առջև որպես ռեալ պոլիտիկ եւ դուք եւ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը, այդ թվում առաջնորդը, որ եղել է Հայաստան խմբակցության падգամավոր մինչև 21 թվականի ընտրություններին էլ մասնակցել, նպատակ եք դրել, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանությանը հեռացնենք, չէ՞ որ Երևանի իշխանությունը ԿՊ-ին չլինի, այլ լինի Մայր Հայաստան, այդ է եղել։ Ռեալ պոլիտիկ նպատակադրումով։ Դուք գնացել եք ռեալ նպատակադրումներով, պարտվել եք այդ ընտրություններում, ասենք ոչ միայն ի վերջո ԿՊ-ն Տիգրան Ավինյանը դարել է Երևանի քաղաքապետ, այլ ձեր նախընտրական դաշինքը նույնիսկ երկրորդը չի եղել, երրորդ տեղն է գրավել։ Նույն ձևով ռեալ պոլիտիկով Մայր Հայաստան դաշինքը մասնակցել է Գյումրու ավականու ընտրություններին, այնտեղ էլ ապարտվել 5-րդ տեղն է գրավել։ Այսինքն, եթե դուք միայն ռեալ որոշումների ճանապարհով եք գնում, էսի համարում եք ոչ ռեալ։ Բայց այդ ռեալը արդյունք չի տվել, չէ՞։ Գալիս եք մյուս ասեցիք հրաժարականի պահանջը, որ 70,000 մարդ հավաքվի, կառավարությունը շրջափակի, այդ եղել է։ 2024 թվականի մայիսի 9-ին առնվազն, այդ ձեր ասած, ինձ համար անսպասելի 70,000 մարդը Սրբազան պայքարի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ եղել է հանրապետության հրապարակում, կառավարության շենքի մոտ։ Եվ Բագրատ Սրբազանը իրան տվել է մի ժամ, լրացուցիչ 20 րոպե ժամանակ հրաժարականի համար։ Հրաժարական չի եղել։ Այսինքն, եթե ռեալ պոլիտիկի տեսանկյունից որ նայում ենք, մինչև հիմիկվա կատարած ոնց որ բոլոր քայլերից ոչ մեկը ռեալ պոլիտիկի հետ ոչ մի կապ չունեն։ Իսկ ինչ վերաբերում է դրան, որ ասենք, եթե մենք իմպիչմենտ նախաձեռնենք, հաջողություն չենք ունենա, ով ասում որ հաջողություն չենք ունենա։ Ասում եք ԿՊ-ականները չեն գա այս կողմ, ոչ չեն գա։ Մենք այսօր փաստ ունենք, որ ԿՊ-ից առնվազն 2 падգամավոր ոչ միայն դուրս է եկել այդ խմբակցությունից, այլ իրանք արդեն նախաձեռնել են անվստահություն հայտնելու։ Բան էմյուսներն էլ են, չէ՞, սրանցպես մարդիկ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլյանը 4 ամիս առաջ ԿՊ-ական են, չէ՞, հիմա ԿՊ-ական չեն։ Հիմա կնշանակում է ԿՊ-ում էլ կարան լինեն մարդիկ, որ հիմա ԿՊ-ական են, մի ամիս հետո կարան ԿՊ-ական չլինեն, չենք մենք դա բացառում։ Պետք է այդ մարդկանց հետ աշխատել, բացատրել իրանց սահմանադրական պարտականությունների կատարումը։ Քիչ է որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցել են, հետո դուրս են եկել այդ համագործակցությունից։ Ձեր Մայր Հայաստան դաշինքի առանցքը կազմող կուսակցություններից մեկի ղեկավարը Մանուկ Սուքիասյանը եղել է Երևանի ավականիում Նիկոլ Փաշինյանի հետ այդ Իմ քայլը խմբակցության անդամ։ Հետո ինչ որ մի պահի, լինելով հայրենասեր, ես իրան այդտենց եմ ճանաչում, առաջադեմ մտածող մարդ ինչ որ մի պահից դադարեցրել, հասկացել է, որ սա լավ բանի չի տանում, լավ խմբավորում չի, շեղվում են իրանց, դուրս է եկել հակառակը, չէ՞, հիմա ռադիկալ ընդդիմադիր դիրքերից է հայտնի զգա։ Այտենց դաշնակցությունը չի եղել, այտենց ԲՀԿ-ն չի եղել ինչ որ մի պահի, բոլորն էլ ինչ որ մի ժամանակ Հանրապետականին մոռացել։ Հանրապետականից падգամավորները ոչ բոլորն են եղել։ Դե ասենք թե հանրապետականից օրինակ Շարմազանովը երբեք դες բան չի արել, ոչ էլ Աշոտյանն արել։ Եղել են падգամավորներ, որոնք քվեարկել են, այնել ինչի համար են քվեարկել, որպեսզի պարլամենտը չլուծարվի այդ պահին։ Բայց իրենք հիմա դուրս են եկել ռադիկալ պայքարիչ։ Այսինքն այն որ այդ կարա հնարավորություն ունենա, պետքա պայքարել որ ունենալ այդ հնարավորություն։ Եվ վերջին արգումենտին էլ արձագանքյան որ բան, որ ասում եք եթե դա չհաջողի իշխանության դիրքերը կամրապետ։ Ինչով պիտի ամրապետ։ Մեկ այդ իշխանությունը ոնց կատես մնում է, չէ՞, դա ասենք արեցինք չստացվեց։ Հիմա ենթադրենք հրաժարվենք մենք այդ գաղ։ Այսօրվա բանավեճից հետո ձեր արգումենտացիան ուժեղ լինի, բանավեճը ձեր օգտին լինի, ես կամ ձեր կարծիքին հրաժարվենք այդ գաղափարը։ Ինչ է ալնում։ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Ախ, ինչ կան արկելը որ հրաժարվեք այդ կարծիքից, բայց սկսեմ նրանից, որ
Իրեք մի քիչ քաղաքագիտական ակցիաներով ես պետք է խոսեմ։ Ձևակերպումը հետևյալն է. կլինի լավ, չլինի ոչինչ։ Այդպես ձևակերպում չի կարելի տալ։ Շատ լավ կլինի, որ լինի։ Եթե չէ, մենք նպաստում ենք իշխանության ամրապնդմանը։ Սա քաղաքագիտական ակցիա եմ ասում, քննարկելու բան չի։ Էնպես որ հարգելի Էդգար, գոնե ես իմանամ, գոնե 50-50%, եթե ես հասկանամ, որ դա հնարավոր է, ես ինքս կգամ քո հետ, ասեմ բրավո Էդգար, միասին գնանք։ Բայց ես ասում եմ, աքսիոմով եմ խոսում, այս ընթացքում իշեք մտել էր բունկեր դուրս չէր գալիս։ Այդ փրկության շարժումը, դիմադրության շարժումը, սա եւ այլն որ եղան, իսկապես շատ ոգևորվեց, որտեղ մի անգամ էլ այն բանը ինչ ասեց։ Այն որ ինչ ենք ասում, արմենավաճառ ենք ասում, չէ՞, հա, ասում են, ինչ լավ որ sense ընդդիմություն ունենք։ Հիմա խնդիրը ինչի մասին է, բարեկամս։ Համաձայն եմ քեզ հետ։ Չէի սպասում, որ 70,000 մարդ որ ավակվել էին, չէի սպասում, որ այդպես որոշում կընդունեին։ Որտեղ քաղաքական չէր մարդը, հրաշք մարդը Բաղդադ Սրբազանը, բայց ի՞նչ է նշանակում, եկել ենք այդտեղ մի ժամանակ ենք տալիս, հետո էլ ինչ-որ դասախոսություն ենք կարդում։ Դրա համար եթե ուշադիր լսեցիք, ես ասացի հավաքում եմ մարդկանց, հավաքում ենք։ Ասում ենք դասախոսություններին, չգիտեմ, այդ աստվածա աճող խոսքերին մի կողմ ենք դնում, ասում ենք գնում ենք իրեն, սահմանադրական պահանջով, սահմանադրական հոդվածները ես կարամ կարդալ նույնիսկ, այնքան եմ հետաքրքրվել այդ հոդվածներով։ Ասում եմ դու սահմանադրությունը խախտել ես։ Իմ սահմանադրությունը եւ միջազգային նորմերը ասում են, ոչ թե դա միայն իմ իրավունքն է, այլ իմ պարտականությունը, որ քեզ վռնդեմ։ Ինքը դուրս չի գալիս, ես այո մտնում եմ իր սենյակ եւ իրակաչներից դուրս եմ շփրտում։ Սա սահմանադրական ճշգրիտ լուծում է։ Ասեմ ձեզ, մի երկու անգամ ասել եմ այստեղ Անժելայի մոտ։ Միջազգային նորմերի համապատասխան եվրոպական պետություններ կան, որտեղ արձանագրված է իրենց սահմանադրության մեջ ապստամբելու իրավունքը, երբ որվա իշխանությունը քո արժանապատվությունը, քո իրավունքները խախտում է, տեր չի կանգնում, դու իսկապես ոչ միայն իրավունք ունես, դու պարտավոր ես ամեն գնով այդ իշխանությունից ազատվել։ Մեկ-մեկ որ այս մասին խոսում ենք, բա մեր մասին աշխարհը ինչ կասի։ Աշխարհը մեր մասին ինչ է ասում, որ ցեղասպանել են, էթնոզտել են, այսօր ինչ է ասում աշխարհը։ Մենք մեր գլխի տերը պիտի լինենք, ինչպես 18 թվին եղան։ Այս մեկ, երկրորդը։ Ես անկեղծ ասած որ գալիս էի բանի, չէի մտածում, որ Երևանի ավագանու մասին խոսք կլիներ։ Հա Մայր Հայաստան, ես հպարտ եմ, որ ղեկավարել եմ այդ շտաբը։ Ես հպարտ եմ։ Այնտեղ մի քանի հոգի կային, բա հայտարարություններ պարտվեցին, ով պարտվեց։ Նոր ձևավորված կառույց, այսօր ես կարծում եմ, գոնե ինչքան իմ հիշողությունը տալիս է, երբեք ընդդիմադիր ավագանի չի եղել այդպեսին, ինչպես Մայր Հայաստանը։ Հիմա շահարկում եք, բա դուք ինչու չկարողացան փոխել։ Հա չկարողացան, որովհետև իրենք ասացին, ես էլ եմ մասնակցել այդ ծրագրի կազմանը։ Գնում ենք իշխանապողության, բայց այնտեղ այլասերվածներ կային։ Արդեն ամեն ինչ խոսացված էր, որովհետև մեկ ձայն ավել ուներ ընդդիմությունը, բայց այնտեղ այլասերվածներ կային, որոնց կարողացան առնել։ Իսկապես այդ անասնագողությունը ճիշտ բառը մի քիչ կոպիտ է, կարողացան առնել ինչ պիտի աներ Երևանի ավագանին։ Այսօր ինչ որ անում է ավագանին, դա աստված այսօր անդիմություն է, այդում պատիվ ունեմ, այդում Հայաստան դաշինք է, այն ինչ որ անում է այսօր Մայր Հայաստանը ավագանիում, դա աստված որ դրանք էլ անեն։ Բայց խնդիրն է, որ այդ բանը չկա։ Եվ ինձ համար շատ անհասկանալի է, որ կարելի է դրանով երես տալ, ինչու չկարողացան ռեալ պոլիտիկի դիրքերից փոխել։ Եղբայր գնացել են, հիմա որ եթե այնտեղ անասնագողությամբ զբաղվողներ կան եւ այնտեղ մարդիկ կան, որ մտել են տարբեր նպատակներով, Մայր Հայաստանը ինչ անի։ Ես վստահում եմ, տեսեք, Գյումրիում, չէ՞, դե թող ինչի հանրապետականը չմասնակցեց, որտեղ գիտեր չէր կարող որևէ ձայն հավաքել ուրեմն։ Մայր Հայաստանը նոր ձևավորված կառույց գնաց եւ այսօր այդտեղ ավագանիում է, փոխանակ ոգևորել, ասել սա է, քաղաքական պայքարը սա է, ասում եք, բա ինչ չեն կարողանում պետության մեջ վիճակ փոխել։ Բարեկամս, համաձայն չեմ։ Եվ վերջում ես այն կարծիքին չեմ, որ օրինակ քիչ առաջ եկեղեցու մասին խոսեցինք, բան արեցինք, մի քիչ առաջ Անժելանին ասեց ձեր կուսակցությունները։ Մենք մեր հավաքական կերպարը այսօր արժանի է այս վիճակին։ Ինձանից տեղացիներ հիմա կլեն, ոչ թե մենք արժանի ենք։ Ես հավաքական կերպարի մասին եմ ասում, որովհետև այո, մենք ցավոք սրտի կուսակցականացրեցինք բոլոր շարժումները։ Կուսակցականացրեցինք եւ վերջում մի քիչ խոհանոցին ծանոթ եմ, ես որոշում ընդունողների մեջ չեմ եղել, բայց խոհանոցին ծանոթ եմ, որ վերջի պահին արդեն պատկերացնում էին իշխանապողություն եղել եւ պաշտոններ էին արդեն ուզում։ Հիմա ասում եմ, մեզ անհրաժեշտ է իսկապես վստահելի թիմ, վստահելի անձով, որը կարողանա այս իրավիճակը փոխել։ Հիմա մենք կարող ենք դրան գնալ, այո։ Մենք կարող ենք դրան գնալ, այո, միասնական։ Այս դրան էլ կանադառնանք։ Մենք կարող ենք դեպի դա գնալ։ Կարող ենք, եթե մի քանի հարցեր կան լուծվեն։ Չենք կարող,
ուրեմն իսկապես մեր ավակական կերպարը սրան արժանի է։ Սիրուն խոսքեր ասելով լավ ձևակ, մարդիկ կան, չի այ մարդ, ամա խմբեք գնանք։ Այ մարդ, գեղեցիկ խոսքեր եք, լսողնել, որ քաղաքականության հետ կապ չին ասում, իշխելով բան ասում, տեսեք ինքը ասում է եկեք համախմբվենք, բայց ներսում բացիլներ կան, որոնք թույլ չեն տալիս համախմբվելու։ Հենց ընդդիմադիր դաշտում սողացող նենգություն կա, որը թույլ չի տալիս համախմբվել։ Մենք պարտավոր ենք չվախենալ, չմտածել, որ մեր մասին ինչ կասի այս թիմը, որ եթե ասենք, որ դու բացիլ ես, որ դու իրավունք չունես լինել բանում, որ դու իրավունք չունեիր, այսօր մարդիկ կան ընդդիմադիր դաշտում, որոնք ոչ միայն պիտի չլինեն ընդդիմադիր դաշտում, այլ որ նպաստել են այս վիժվածքի իշխանության գալուն, պետք է իրենք ընդհանրապես ապաշխարեն եւ դուրս գան քաղաքականությունից։ Այսօր վիճակն այնպեսին է, որ պետք է մաքրվի այս անտեժ դաշտը, պիտի մարդիկ, որ խոսում են իր բարոյական քաղաքական իրավունք ունենան խոսելու, կներեք։ Ուրեմն, պարոն Հակոբյան, նախ այն բանին, որ դա հնարավոր չի, որ իմպիչմենտը արդյունք տա, ես դրան համաձայն չեմ, որովհետև իմանալու համար դա արդյունք կտա թե չէ, նախ պետք է այդ ճանապարհով գնալ, այդ պայքարը տանել, որովհետև ցանկացած ձեռքբերում, ցանկացած արդյունք հնարավոր է միայն որոշակի ջանքերի պարագայում։ Իսկ եթե դու ոչ մի բան չես անում այդ ուղղությամբ, բարձր որ ոչ մի արդյունք չես ունենա։ Եթե դու ունես նպատակադրում, պետք է այդ նպատակիդ հետևից, այո, գնահատելով դժվարությունները։ Ես էլ եմ ինձ իրատեսական մարդ համարում եւ ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է։ Շատ դժվար է։ Ես ինքս ոչ թե հասկանում եմ, այլ ես դրա հետ առնչվում եմ, օրինակ, այնա հիմա էլ վաղն էլ գրանցված եմ քաղաքացիների ընդունելության ազգային ժողովում։ Գնում եմ, ինձ ընդունելության չեն արժանում, վախենում են իմ հետ խոսալուց, բայց ես դրանից չեմ ընկրճում, ես պայքարում եմ։ Հիմա մի գործում հաջողության հասնելու համար ոչ թե ի սկզբանե պետք է ասես, որ դա դժվար է ու խուսափես դրանից, այլ գնաս հետևողականորեն նպատակների հետևից, երբ որ գնում ես, այո, նաև լինում է արդյունք։ Երկրորդը ինչ վերաբերում էր, օրինակ, ասենք թե սրբազան պայքարի ժամանակ չէ, որ դուք ասեք բոլոր շարժումները կուսակցական, ոչ, այս շարժումը հենց կուսակցական չէր։ Վերջում կուսակցականացվեց, բարեկամ։ Եվ ինքը իմ կարծիքով հաջողություն չունեցավ այն պարզ պատճառով, որ ինքը չստացավ քաղաքական ձևակերպում։ Այսինքն Սրբազանը ինքն էլ հայտարարեց, ասաց, որ հրաժարականի ժամանակ տվեց, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, ասաց պետք է սկսել անվստահության գործընթաց։ Եվ ցավոք սրտի ազգային ժողովի մեր գործընկեր падգամավորները այդ օրը չսկսեցին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այդ պահին, որ սկսեին, ժողովուրդը արդեն փողոցում է, ժողովուրդը իր որոշմանը տեր կկանգներ եւ կունենար հաջողություն։ Այն տարբերակը, որ դուք ասում եք, պետք է գնալ ազգային կառավարություն մտնել շենք ականջից բռնել շպրտել եւ սա ապստամբելու իրավունքը սահմանադրական է, ճիշտ ասած, ես տենց իրավունքի ծանոթ չեմ։ Մեր սահմանադրությունը իշխանությունից մարդու հեռացնելու նման մեխանիզմ չի նախատեսում։ Անվստահություն նախատեսում է, բայց ասենք օրինակ ես դες ձևակերպում չեմ լսել, որ կարելի է մտնել կաբինետից, բալկոնի շպրտելը կամ ականջների շպրտելը դա խնդրի լուծում բերի։ Իմ կարծիքով դա խնդրի լուծում չի, եւ դա իրագործելու տեսանկյունից եւ օրինականության հետ կապված խնդիր ունի եւ իրագործման հնարավորության խնդիր ունի, ասենք թե որտեղ դու այդ բանը անում ես, պետք է հասկանաս թե ինչ հակադարձում ես տանում, չէ՞։ Բայց շենքերի վրա գերոհը ինքը ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք է տալի, որ կրակին մարդկանց արուները փռին, գետին դիակները փռին, ինչ է դա, ով է դրանից տանում։ Իսկ իմ ասած տարբերակում ոչ մեկը մարդկարածքի փողոց դուրս չգա, չէ՞, այս փողոցի դուրս գալը կարևոր է աջակցություն ցուցաբեր։ Պատգամավորներն իրավունք ունեն քվեարկում են ինքել վարչապետ չի։ Էդի սահմանադրական է, ձեր ասած լուծումը, դա հաստատ սահմանադրության հետ որևէ կապ չունի։ Իսկ Մայր Հայաստան դաշինքի վկայակոչումը, իդեպ ես դաշինքի կողմ քվեարկած մարդկանցից մեկն եմ։ Էդի դրա իմաստը մենակ դրանում էր, որ ընտրությունների գաղափարը, այսինքն ընտրություններով իշխանությունից հեռացնելու գաղափարի իրատեսությունը որն է, որովհետև Մայր Հայաստան դաշինքը Երևանի ավագան ընտրությունների միակ ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժներ, որը ստացել էր նաև Հայաստան դաշինքի ամբողջական աջակցություն, չէ, հայտարարություն եղավ մյուս ընդդիմադիր ուժերի, բայց փաստացի 3.4 անգամ պակաս ձայն հավաքեց Մայր Հայաստան դաշինքը, քան 21 թվին Հայաստան դաշինքը Երևան քաղաքում։ Այսինքն սա ցույց էր տալի, որ ընտրությունների տարբեր, որը ռեալ պոլիտիկի տեսանկյունից ենք նայում, ընտրություններով իշխանություններին հեռացնելու տեսանկյունից ենք նայում, սրա հավանականություն ընտրությունով իշխանություն հեռացնելու շատ ավելի դժվար է, շատ ավելի քիչ հավանական է, քան սահմանադրությամբ նախատեսված միջոցներով գնալ պահանջել ԿՊ-ից ընդամենը 20 պատգամավորի, որպեսզի կատարի իր պարտականությունը եւ անվստահություն հայտնի այն կառավարությանը, որը իր ծրագիրը չի կատարում։ Ես կարծում եմ դա շատ ավելի հեշտ է, քան գնալ ընտրությունների, մանավանդ այդ ձեր ղեկավարած ժամանակաշրջանի ընտրությունների հետ կապված հիմա շատ բաներ փոխվել է։
Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատանը, որտեղ պետքա բողոքարկվի ընտրությունների արդյունքները, արդեն ունի որոշակի մեզ համար տեսանելի կառուցվածք։ Ընտրական օրենսգիրքը փոխել են, որ ցանկացած պահի դաղալություն կանանեն, կայացած ընտրություն չեղարկեն արտակարգ դրություն հայտարարելով։ Ֆինանսական համակարգը բացարձակապես չի վերահսկվում մեր երկրի։ Իրավապահ մարմինները բռնություններ են գործադրում, հենց ձեր Մայր Հայաստան դաշինքի տեխնացուին Կարեն ինչ ապօրինություններ էին անում։ Ընտրություններից երկու առաջ չէին մտել շտաբ բոլոր կողմնակիցներին կամ Մարտունին Գրիգորյան, այդ համապետական ընտրությունները ավելին չեն անելու, այսինքն այդ անհավասար դիրքերից դրանց այդ ընտրությունների ճանապարհով գնալը 15-20 անգամ ավելի պակաս իրատեսական է, քան հիմա ջանքեր գործադրել անվստահության հասնելու համար։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ, որ իսկապես սս բաց զրույց է, առանց մաշկի, բաց նյարդերով զրույց է։ Իհարկե, այս մարդիկ անում էին այն, ինչ որ դրանից առաջ իշխանությունները ընտրությունների ժամանակ անում էին, կեղծում էին, թալանում էին, ծեծում էին մարդկանց։ Եթե խոսում եք, չէ, թողեք խոսեմ, չէ, եթե խոսում ենք երկակի ստանդարտներ պետք է չլինեն։ Այս մարդիկ իրենց դասագրքով չեն եկել։ Նախկինի դասագիրքը վերցել կարդացել են, որ կարելի է ընտրությունները կեղծելով մնալ իշխանության, որ կարելի է, չգիտեմ, կոռուպցիոն բաներ անել մնալ իշխանության, բայց եթե մենակ հիմիկվա այս սրանց մասին ես ասում ես վիժվազքների, ես մի քիչ երկակի ստանդարտ եմ տեսնում։ Հիմա գամ են հիմնական հարցերի։ Նայեք, դուք մտել եք, ձեր մասին չի խոսք, այդ թիմում որ կաք։ Ձերոնցից մեկը ամենավերջին լուտանքներն է թափում այդ ինչ Հայաստան դաշինքի վրա եւ ասում են դուք պիտի, այսպես պարտադրվեք, պիտի գաք մաս կազմեք իմպիչմենտին։ Լավ, պիտի ոչ մենակ քաղաքական, այլ անբարոյականություն է։ Եթե դու ուզում ես նրանք քեզ այդ մաս կազմեն գան, գոնե բարի եղիր նորմալ բառապաշարով խոսել։ Ընդཐུպ բանին կարող է Հայաստան դաշինքի падգամավորներին ապուշությունների մեջ մեղադրել։ Պարզ չի որ ուրիշ բան է այստեղ կատարվում։ Ես քեզ ասեմ, իմ խոսքին տեր է։ Այսօր բոլոր նրանք, ովքեր ասում են 26 թվականի ընտրությունների մասին մի խոսեք, դրանք շատ այսպես սկզբունքորեն պատրաստվում են դրան։ Այն մի հատ հայտնի խոսք է, չէ՞, որ ասում են, եթե քեզ այդպեսի բան չասեն, պիտի դու առաջինը արձակվես դրա վրա։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ես իմ խոսքի տերն եմ, Արգելի Էդգար, որ այսօր Էդվարդ, այսօրվա վիճակով հիմնականում 26 թվականի ընտրություններին պատրաստվում են նրանք, ովքեր Երբ հարցրել են 26-ի ընտրությունների մասին, չէ, այդ մասին մի հարցրեք, ինչ պետք է մեզ 26 թվականի ընտրությունները։ Ես այստեղ մի հատ միջանկյալ նախադասություն ասեմ, Անժելա խոստանում եմ, եթե իմպիչմենտը եղավ, երկու հատ կամերա եմ առնել այստեղի համար։ Եթե չեղավ, կարծում եմ պետք է մի բան էլ դուք խոստանաք, որովհետև չեմ ուզում էլ իմպիչմենտի մասին խոսեմ, որովհետև մենք ամեն ինչ ասացինք, սկզբունքորեն 100%-ից ավել վստահ եմ, որ դա չի լինելու եւ դա օգնելու է այսօրվա իշխանությանը։ Հիմա ինչ վերաբերում է ականջների քաշելու հետ կապված բարեկամս։ Այդ որ ասում եմ, այդ բառերը մի քիչ բան դիտենք, էլի։ Ինձ թվում է պետք է որ դու միջազգային նորմերին ծանոթ լինես, հաստատ վստահ եմ, եվրոպական մի շարք պետություններից, համանդրություններից ծանոթ լինես, որ ապստամբելու իրավունք է տրվում այն քաղաքացուն կամ քաղաքացիներին, ում իրավունքները, արժանապատվությունը ոտնահարվում է օրվա իշխանությունների կողմից։ Մենք, ես ասացի 10 հոդված հիմա կարող եմ թվարկել, եթե բան կա։ Եվ ինքը ասում է դու ապստամ, ես ասում եմ, դա ոչ միայն իրավունք է, պարտականություն է, առավել ևս որ այդ քաղաքականության արդյունքում ամբողջությամբ ցեղասպանվել է մի կայացած պետություն դե ֆակտո եւ էթնոզտվել է։ Ինչի մասին է խոսքը։ Այդ գեղեցիկ է սահմանադրորեն չի դա։ Ինչ է սահմանադրորեն չի։ Ինքը եկել պետությանը բերել մտցրել է Թուրքին մեր պետության ննջարան է մտցրել։ Դա դրանով չի բավարարում, ասում է ձեր բոլորի ընտանիքը ես պետք է մտնեմ, մենք նստել ենք, բայց դա սահմանադրական չի լինի, որ մտնենք փոխենք։ Այո, եթե գնում ես, ես ինքս պատրաստ եմ, եթե իրավաբանը չխոսի, թվարկել այդ սահմանադրական նորմերը, որ ինքը թքած ունի այդ նորմերի վրա եւ ամեն օր ոտքերը լվում է դրա վրա։ Միջազգային նորմեր են կայակոչում, ասում եմ, դու պետք է հրաժարական տաս։ Հրաժարական չես տալիս, մտնում եմ այո ներս։ Չնայած վստահ եմ, ասացի ակաժները բռնենք դուրս շպրտենք, այս մեր ոստիկանության էլ գիտեմ։ Ով է եղել։ Միշտ իշխանության ոստիկանությունը, հենց որ մի հատ ուժ է տեսնում, դառնում է այդ օրվա իշխանության։ Տեսեք, հա, ասենց, օրինակ, չգիտեմ, ձեր տարիքը կբավարարի որ իշեք։ Միշտ իշխանությունը, այսինքն ոստիկանությունը եղել է իշխանության ոստիկանություն։ Հիշում եք, արդեն 18 թվականին մի քիչ ոստիկանությունը էս էր անում, այն էր անում, հիշում եք, չէ՞, ինչ էր անում, մեկ էլ պարզվեց հաջորդ օրը այդ ոստիկանությունը, այո, ամբողջով էս եկան կապիտան Նիկոլի կողքը։ Ես շատ մի քիչ ես էլ կենսագրություն ունեմ 91 թվից ես քաղաքականության մեջ եմ, 90 թվից,
Եվ ես չեմ տեսել ոստիկանին, որ տեսնի ուժ կա եւ այդ ուժի մեջ արդարություն կա ինքը այդ օրվա իշխանության բայի։ Առավել քան վստահ եմ։ Դրա համար բարեկամս, ոչ թե ականջները որ բան դրա վրա ուշադրություն դարձու։ Ես միջազգային նորմերի եւ մեր սահմանադրության նորմերի սահմաններում եմ տեսնում, առավել եւս կրկնում եմ, իշխանություն, որը այսօր ստորացնում են մեզ, այս որ բաներ արել է եկեղեցի հետ կապված։ Չեմ թաքցնում։ Մի գիշեր չկարդացի, որ տեսա Աքինազուն կարդացի, ուրեմն սրանք կողել են մահճակալի տակ այս ազգակործանին։ Ու ինչ են ասում, բայց նրա խոսքերը ցիտել են, ասում են ժողովուրդ, տեսեք, այսումն ենք պարտվել, սրանք մանկապիղծ եկեղեցի ունեն, որ մեր Էշմիաջին թե ինչա կոչվել, որ եկել Էշմիածին են դարձրել, եւ սրանք մանկապիղծ են։ Սուրբ առաքելական եկեղեցի չկա, սա գիշեր չեմ կարողացել քնել։ Հələ մի բանա, որ ինքը մեզ է ասում, մենք լսում ենք, բայց թշնամին շատ ներողություն, շոու բիզնեսի կիսամեր կաղջիկով բանով եկել իր մոտ ապարում են, ասում են այսպես պիտի լինի ղեկավար, էս է եղել Հայաստանի ղեկավարը։ Դրա համար մի քիչ բիցե էմոցիա անկախ ինձանից մտնում խոսքից մեջ։ Ինձ համար ցանկացած տարբերակ, որով կարելի է ազատվել այս բիժվածքից, առաջի շարքում եմ կանգնելու։ Եվ այս դեպքով էլի կներես։ Ես չեմ ուզում այլևս իմպիչմենտի մասին խոսենք, որտեղ քոնը դու ասացիր, ես իմ ասացի։ Ես առաջարկները, քանի որ Բարող Ղազարյանը առաջինը սկսեց, կարող է առաջարկի Հա, իհարկե, ոնց հարմար գտնեք։ Ինչ անեմ։ Դուք ասացիք Ես ուղղակի պարոն բանացած մի քանի արձագանքի բան ունեմ, ես ժամանակ ունենք, որտեղ մի հարց կա, որի մասին ուզում եմ խոսել։ Օրինակ 26 թվականի ընտրությունների պարոն Հակոբյան, դա որ պատրաստվում են մարդիկ, դա նորմալ է, մեկը 26 թիվը գալու է, դա հերթական ընտրությունների է եւ եթե դա կայանալու է, ուրեմն ճիշտ է որ բոլոր քաղաքական ուժերները դրան պատրաստվում։ Մեր խնդիրը օրինակ իմ պատկերացումները, որ ոչ թե 26 թիվ չգա կամ 26 թվին ընտրություն չլինի, դա օբյեկտիվորեն լինելու է։ Այլ որ այդ ժամանակ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը չլինի։ Որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը եղավ վարչապետ, այդ արդեն ընտրություն չի կոչվելու։ Ինքը հերթական անգամ ընտրությունները ոնց որ նախկինում ա եղել 18 թվին, 21 թվին, որպես առիթ է օգտագործելու իշխանազավթում իրականացնելու եւ մյուս մասնակիցներին պատժելու համար։ Դա համար այդ իմպիչմենտի կարեւորությունը դրանում է, որ մինչեւ 26 թիվ այդ հնարավորությունը օգտագործվի իրան իշխանությունից հեռացնել 26 թվին ինքը վարչապետ չլինի։ Ինչ վերաբերում է ձերեն ասացին, որ նախկինում ընտրությունները կեղծվել են եւ այլն, ես ճիշտ ասած դրա հետ այդքան էլ համաձայն։ Բոլոր ժամանակներում էլ ընտրություններում կեղծիքներ են եղել, ինչ որ որոշ մարդիկ դա դրա համար պատժվել են, բողոքարկվել են, բայց դա դες միանշանակ չի։ Ես 2013 թվին եղել եմ Վայոց ձորի մարզում նախագահի տեխնացու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար եւ բոլոր տեխնացուների, այն ժամանակ Ռաֆի Հովհաննիսյանների հիմնական մրցակցող տեխնացուն, իրանց նախընտրական շտաբերի, լրատվամիջոցների, հրապարակումների, դատախազությունում, ոստիկանությունում ստացված հաղորդագրությունների ամփոփումով Վայոց ձորի մարզում արձանագրվել է 0 ընտրախախտում։ Այդ թվում տեխնացուների շտաբերի հայտարարություններով եւ մեր տեխնացուն պարտվել է մի շարք խոշոր համայնքներում, այդ թվում Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում Ռաֆի Հովհաննիսյանը հավաքել ավելի շատ ձայն, քան Սերժ Սարգսյանը եւ ոչ մեկ ընտրությունների արդյունքները չի կեղծել, ոչ մի ապերունություններ մենք չէ, այսինքն եթե ինչ որ միտեղ ինչ որ մի բան էլ եղել է, ցավալի է որ եղել է, բայց դա տես չի, որ դա մեր երկրում բոլոր ընտրությունները բոլոր տեղերում այսինքն ավելի լավ է եղել, քան այս իրենց կազմակերպած ընտրությունները։ Իհարկե, սրանց ընտրությունից ժամանակ ընտրություն չի եղել։ Սա ինքը ասենք Նիկոլ Փաշինյանը մենակ որոշում ընտրություն պիտի լինի, թե չէ, երբ պիտի լինի, ինքը մասնակցում է, ինքը հաղթում է, ոչ մի ընդդիմություն չի ազդում խորհրդը։ Մենակ 21 թվին ընդդիմություն անցել խորհրդան։ Այդ դրա ընտրությունը ո՞րն է, չէ, այդքան էլ այդպես չի։ Իսկ ինչ վերաբերում ասենք, որ ասում եք Հայաստան դաշինքի падգամավորներից բան են պահանջում, Հայաստան դաշինքի չի պահանջում։ Մեր բոլոր նամակները ուղղվել է ազգային ժողովի բոլոր 107 падգամավորներին։ Մեր համար այդ падգամավորների դասակարգում ըստ իրանց խմբակցություններում ընդգրկված լինելու, ըստ իրանց տարիքից, դա գոյություն չունի, դա հաստատ միասնական է։ Ուղղակի ասեմ ձեզ, որ Հայաստան դաշինքից եւ պատիվ ունեմ դաշինքից, մեր նաեւ որպես նախաձեռնողների լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պիտի սկսեն այս գործընթացը, ավելի մեծ է, քան մյուս падգամավորներ։ Տեսեք, ասենք հիմա մենք ունենք փաստացի սկսած գործընթաց, չէ՞, Հակոբ Ասլանյան, Հովիկ Աղազարյան նախաձեռնություն են Էդմոն Մարուկյանին առաջադրել են։ Բայց իրանց հայտարարությունները չի հուշում, որ իրանց նպատակը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Հետևաբար այդ գործընթացի նկատմամբ մեր ընկալումները ավելի կրավորական են եւ ավելի մի տեսակ չի կապնում մեր սիրտը այդ նախաձեռնությանը, որովհետև մեր լեգիտիմ ակնկալիքը մեր մյուս խմբացիքը իրանք, որում ոչ թե որ մենք իրանցից ինչ-որ բան ենք պահանջում, այլ ոչ իրանք էլ դա խոստացել։
Այսինքն իրանք են ընտրվելուց խոստացը, որ իրանք ընտրվեն մենակ դրան նպատակով, բայց եթե ընտրվել եք այդ նպատակով, բա մենք կարանք ակնկալենք, չէ՞ որ իրանք իրանք տված խոստում պիտի կատարեն, այդքանով է, դե չէ թիրախավորելու որևէ բան չկա, դեք Անժելան սկզբից էլ ասաց, որ սա այդ գործընթացը կարող է նպատակ ուներ թիրախավորել Ռոբերտ Քոչյանին, ես այդ գործընթացից առաջ անձամբ եմ գնացել հանդիպել Ռոբերտ Քոչյանին, իմ նախաձեռնությամբ, իմ խնդրանքով Եվ ասեք թե ես բանը գնում եմ իր այդ հանդիպեմ իր կարծիքին եւ այդ գործընթացը խնդրեմ որ իրենք նախաձեռն իրականացնեն ու իրան թիրախավոր էս բանալ մարդ հետում հարգանք ունենալով որովհետեւ ես շատ մեծ հարգանք ունեմ նախագահ Քոչյանի նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկուսին էլ ասենք նկատմամբ հարգանք ունենալով գնում եմ մի գործընթացի մասին իր հետ խոսելու որտեղ թիրախում ինքն է դες բաբոս կարա լինի Ուղղակի իրանք ակամա թիրախում հայտնվում են նախագահ նկատություն, որտեղ նախագահան անվստահության գործընթացով որևէ լիազորություն չունի, լիազորությունն են падգամավորները։ Падգամավորները պիտի այդ գործընթացը սկսեն, որովհետև իրանք կարող են դա անել, ինչի՞ չանեն։ Սա է։ Արձագանքեք եւ ձեր առաջարկը ներկայացրեք, որ ասեցիք առաջարկը, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Նախ ասեմ, որ գիտեք, ես չի ուզենամ բոլոր դեպքերում որովհետև հարցը եղավ, ես էլ 13 թվականին ֆրակցիայի ղեկավար էի խմբակցության եւ ամբողջությամբ կուրացիայի տակ էի վերցրել, այսինքն ներկայացնում էի ամբողջ Գյումրին, то есть Շիրակի մարզը։ Կարող եք մի րոպե։ Ամբողջ մարզում Ռաֆի Հովհաննիսյան ավելի շատ հասկացա։ Գյումրիում էլ։ Բայց ես նույնիսկ այնտեղ մի խուլիգանություն էի անում, իրենց դեպուտատներից մեկը, հա, հանրապետականի։ Ուղղակի ֆիզիկապես եմ դուրս անել նրան բանից, որովհետեւ եկել մտել էին, դες խուլիգանություն էին անում։ 75% Ռաֆին ձայն հավաքեց։ Եկել եմ այստեղ 35% դարձել։ 39% ամբողջ Շիրակի մարզում 75% ձայն հավաքել Ռաֆին։ Պաշտոնական արդյունքներով Շիրակի մարզում Ռաֆի Հովհաննիսյանը հավաքել ավելի շատ քվե, քան Սերժ Սարգսյանը։ Այո, դե հիմա դրանից հետո մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, Էդգար, չէի միջամտում, սպասի, լսիր։ Ուրեմն 75% հավաքել է, դա այն ժամանակ էր, որ պարոն Սերժ Սարգսյանը ասում էր ինչքան ուզեմ այնքան կխփեմ։ Եկել եմ Երևան, տեսել եմ 39% գրած է Ռաֆիի հետ կապված։ Բոլոր տեղերում այո Ռաֆին ձայն էր հավաքել։ Հիմա չէի ուզում անդրադառնալ, որովհետև դու անդրադարձար պիտի ասեմ։ Շատ բացահայտ կեղծիք էր դա։ Ես տասնյակ ելույթներ եմ ունեցել։ Այդ օրերին տասնյակ ելույթներ ինչ խայտարակություն ա եղել։ Թե ինչեր ա կատարվել։ Հիմա դու ուզում ես արդարացնես մի բան, որ չեմ կարող ես տանել։ Ես եմ ասում, բոլոր մարզերում Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել է Սերժ Սարգսյանին, բացի Գավառ քաղաքի։ Որտե մյուս տեղերում էլ ընտրել են մարդիկ։ Այսինքն բոլոր տեղ բաներում հաղթել են։ Ռաֆի մի րոպե Անջելա, խնդրում եմ։ Մի րոպե ո՞րն է, հենց խոսում եք, ասում եք մի րոպե։ Չէ, որովհետև երկուսով են խոսում, դու մի միջամտել։ Ես ասում եմ, որ ասում ես ինչ տեղը հաղթել է։ Ես կարծես թե այդքան լսողություններ ունեմ, ընկալման բաներ ունեմ։ Ես ասում եմ, բոլոր տեղերում ասում եք հաղթել ենք, բայց եկանք տեսանք ընդամենը 30% է Ռաֆին։ Չենք անցնել։ Ես ուզում եմ ասել, որ պետք է իսկապես ազնվություն այսօր կփրկի եւ անկեղծ ոչ երկակի ստանդարտը։ Ես ասում եմ, որ եթե հասարակությունը իսկապես տեսա, որ իրեն չեն ֆռռացնում, այսօր հասարակությունը տեսնում է, որ մարդիկ կան, որոնք քաղաքական դաշտում մտել են, որպեսզի ինձ ֆռռացնեն, ես ինչ անեմ, որտեղ ուրիշ բաներ ունեն։ Ես մարդիկ միջին մակարդակի մտավոր կարողություն ունեցող մարդը տեսնում է ինչ է կատարում, ես դրանց չեմ մեղադրում։ Այդ որ ասում ենք ժողովուրդը գնաց էշի ճակատը պաչեց, չենք ասում որ դուք գնացիք Նիկոլի ճակատը պաչեցիք, օրվա իշխանություն, եւ մարդկանց պարտադրեցիք, որպեսզի նրանք էլ գնան էշի ճակատը պաչեն, որտեղ իշխանություն դու գնացել ես պաչել ես Նիկոլի ճակատը։ Հասարակ մի բան, հա տենց է պաչել։ Մարդիկ դուրս են եկել, դուք 18 թվին ինչ դիրքորոշում եք ունեցել, պարոն Հակոբյան։ Իհարկե ես այն եզակիներից էի, որ նույնիսկ քաշքշուկ եղավ բանում։ Այգում ասում եմ դու ով ես, որ դու գնաս վարչապետ աշխատես, քո ոչ մի գիտելիք, քո ապրած կենսագրություն։ Բայց գրառում կա, չէ՞։ Գրառում կա, այո, իմ գրառումը շատ լավ որ կարդացել ես։ Իմ գրառումը հետեւյալում է։ Այսինքն այն ելույթը, որ ես ունեցել էի խորհրդարանում 15 թիվ փետրվարի 23, որ երիքա քծնեք այս կերպարին, Սերժ Սարգսյանի մասն է խոսքը, ինքը քստնակի նկատմամբ իմունիտետ չունի, այս մարդու թևերի տակ ձմերուկ եք դրել, ինքը չգիտի ինչ է կատարում Հայաստանում։ Եվ իսկապես հասունանում էր մի վիճակ, որ ժողովուրդը ասում էր, եղբայր ինչ ես ուզում մեզանից։ Կամ ղեկավարի, կամ քո թայֆով մի արի ինձ թալանի կամ չգիտեմ ինչ արա, կեղծ իրեն։ Այսինքն դուք 18 թվին դեմ եք եղել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ուզել եք որ։ Չէ, ես ընդհակառակը, նայ, չէ։ Նիկոլը ինչ որ ասում էր, 10 անգամ ավելի ես ասել եմ խորհրդարանում Սերժ Սարգսյանի մասին։ Եվ եթե գնաք այդ ելույթս նայեք, նաև ասել եմ, այս ձեր պահվածքը վաղ ձեզ էլ է կործանել, պետությանը Սերժ Սարգսյանին է։ Այսինքն իսկապես մի հատ վիճակ էր եկել, որ պետության մեջ բաներ էր կատարում, որ օրվա իշխանությունը աչքերը փակ ասում էր դե ջանդապ դե չի կատարում։ Կարևորը էս նստել եմ իշխանության։ Եվ ելույթ ունեցա, այդ որ ասում եք, իմ գրառումը։
Եթե ամբողջությամբ այս կարդացի, որտեղ մի ամբողջությամբ այն մի հատ բան կա, Ռոբեր Բռնող կա, որ ինչ որ ասել է Ռուբեն Հակոբյանը չեմպիոն է։ Ամբողջությամբ եթե կարդաք, ես Էդգար ջան ասել եմ, դու իրավունք չունես վարչապետի տեխնացու լինես, որտեղ դու քո գիտելիքներն ու անցած փորձը չի բավարարում։ Դրա համար մեր տան կողքի այգում 3 երիտասարդ եկել էին հաշիվ էին պահանջում։ Եվ եթե ոստիկանությունը չներ, չգիտեմ, ինչ որ բան չէին կարող անել, բայց ոստիկանությունը եկավ կանգնեց։ Ասածս որն է, բարեկամս։ Մենք մի անգամ Սոլժենիցինը լավ ասեց, շատ մտերիմ բան ունենք, ասեց դուք կարծեք թե ամաչում կամ վախենում եք ձեր առած սխալների մասին խոսել։ Եվ ինքը ասեց, կարծեմ երկու անգամ եթերում ասել եմ, դուք ոչ ոքի չեք պարտվել, դուք ձեզ եք պարտվել։ Այսօր էլ մենք մեզ ենք պարտվում։ Ինձ էլ պետք չի մեր պատմությունը ազգի կարդալ, որովհետև այսօր եւ այդ ինչ է Մելիք Շանազար եմ տեսել, Մելիք Ֆրանգուլ եմ տեսնում, այսօր տեսնում եմ Պետրոս Գետադարց, այդ պետք չի կարդալ մեր պատմությունը, այդ բոլորը ունենք մենք։ Պետրոսին եսել են, հա? Պետրոսին եսել են ճանաչ։ Էնպես որ եղբայր, էնպես որ հայ, մակասը։ Պարոն Հակոբյան, խնդրեմ, ձեր առաջարկները։ Զարուհի, բարի։ Ուրեմն հրաշալի։ Ուրեմն առաջարկ։ Չէ, արդեն շատ կլինի քեզ համար, սպասի։ Մենք միջամտող ունենք, չի միջամտում։ Որ դու սկսեցիր էր մենք ստեղ ասել չենք։ Մենք միջամտող ունենք, չի միջամտում, դու դիտում ես մեզ։ Այ, տեսեք, աջորդը, Արգելի Անջելա։ Վերջերս կարդացի ինձ համար շատ ածել է, այս անգամ ասեմ Էդգար ջանը, ասում է ընդդիմությունը պարակվում է առաջկա ընտրություններին պատրաստվելու պատճառով։ Այստեղ էլ սկզբունքորեն դեմ եմ, որտեղ ընդդիմության ներսի պարակումը շատ վաղուց է։ Ես օրինակ 3 թե 4 տարի առաջ մի կարճ հաղորդաշար ունեցա բանի կապիտուլյացիայի աղթարշավը 6 մասից բաղկացած 5-րդ մասում ես ասել եմ հետեւյալը եւ միշտ եմ այդ կարծիքի քանի քաղաքական միտքը վերլուծական միտքը համարձակություն չի ունեցել ասելու թե ինչպես այս ողբերգությունը եկավ մեր գլխին թե ինչպես ծնվեց այս ողբերգությունը մենք ընդդիմադիր դաշտում միասնականություն չենք ունենա։ Քիչ առաջ ասացի, եւ սդեռ օրինակ թվարկել էի։ Հիմա էլ եմ երկուս ընդհանրապես երկու բան ասեմ։ Ասեք ինչքանով էր արդարացված Սերժ Սարգսյանի առաջադրումը։ Առավել քան վստահ եմ, եթե Սերժ Սարգսյանը չէր համաձայնվում, այսինքն իր խոսքը կատարում էր, Կարենին էր առաջարկում, այս ողբերգության տերմեն չեմ դառնա։ Թող ուրիշի գա ինձ բացատրի հակառակը։ Կամ ինչքանով էր ճիշտ Կարենին Կարապետյան, որ դու խոստացել էիր, երթվեցել էիր, որ այդ մարդն է լինելու վարչապետ, դրան վերջպային ասես, գիտես դու ինձ առաջարկի, ես էլ եմ վարչապետի տեխնացու, որ ժողովուրդը ուրիշ բան չմտածի։ Այլ ժողովուրդը հիմար չի հասկանում է դա ոնց է կատարվում, այդ ինչ է կատարվում։ Կամ վերջապես հարց եմ բարձրացրել, կգնաք 15 որ թվի բանը, մի 3-4 տարի առաջ եմ ասել։ Կգնաք բացեք կնայեք, ինչ է նշանակում Նիկոլե ճիշտ էր, ես սխալվեցի։ Ընդ որում հաստատ վստահ եմ ձեզ կասեմ։ Մի նախադասություն։ Ես հասկացել եմ ինչ է նշանակում։ Ես չեմ հասկացել։ Ես հիմա կասեմ, այնտեղ մի տող կա հանել են, գնացեք ասեք պարոն նախագահ, այն տողը որ անեցիք, այդ հայտարարություն, կարճ հայտարարություն, խնդրում եմ այդ տողը մի հատ նորից գրեք, թե ինչու էիք անել։ Ես գիտեմ այդ տողը, բայց ինքը շատ ճիշտ բան ասել Սերժ Սարգսյանը, որովհետև ինքը զգացել է, որ կառույց չկա, որ իր տակը, որ անիմաստ եկել զեկուցել են, որ այս բոլորը քոեզ են ենթարկվում, բայց եկել տեսած չէ իր կողքին մարդ չկար, այն ինչ էր, այն ոստիկանապետ, բոլորին։ Դե փաստորեն ճիշտ է ասել, ճիշտ է ասել, չէ, որ ասված չէ, ճիշտ է ասել, բայց պիտի ազնվորեն պետք է խոստովանի, որ ես իրականության հետ կապ չունեի, որ այդ բանը եղավ։ Դրա համար ներողություն ավարտեմ հարցս ավարտեմ։ Դրա համար ես դիտում եմ ոչ թե որտեղ ընտրությունների են պատրաստվում։ Քո անկեղծությանը չեմ կասկածում, արգելիս։ Բայց նաև եթե խորքով նայենք, զուտ քաղաքագիտական այս բանով, հետևանքը պատճառից առաջ չդնենք, մենք այսօր ամբողջ քաղաքական վերլուծական միտքը առավելևս նրանք, ովքեր հանրապետական կուսակցության ժողովուրդ, հետևանքը դնում ենք պատճառից առաջ։ Եղբայր, դա շատ վտանգավոր է, այդ պատճառը տեսնենք, հետևանքը հետո կհասկանանք։ Իսկ պատճառն էր, որ իսկապես ես որ ասում եմ, որ իսկապես մենք չկարողացանք, քիչ առաջ ասացի, եթե վերլուծեինք, թե ինչպես այս ազգակործան պատվասը եկավ, ասավ այս պետության այս վիճակին գցեց եւ նրանք ովքեր նպաստել են ես երբեք չեմ ասում որ Սերժ Սարգսյանը բերել ես ասում եմ նրա քաղաքականությունը նպաստեց որ այս վժվացքը ծնվի նպաստեց քանի մենք իսկապես այդ հարցը չենք անդրադարձել եւ մարդիկ կան ովքեր չեն ապաշխարել եւ դուրս չեն եկել քաղաքականությունից այդ բացիլը այդ վիրուսը միշտ քայքայելու է ընդդիմադիր դաշտը
Կարամ գեղեցիկ խոսքեր ասեմ, եկեք համախմբենք, բան դեղեր նստանոց, ինչ խելոք տղա է, տեսեք ինչ բաներ է ասում։ Բայց ով գիտեմ, որ այդ վիրուսը քայքայում է ընդդիմադիր դաշտը։ Այդ վիրուսը կարող ենք ասել Ռուսաստանը, ասում ենք Հայաստանում դա ինչու տեղի ունեցավ։ Դա տեղի ունեցավ նաև Ռուսաստանի Դաշնությունում, դա տեղի ունեցել Վրաստանում, դա տեղի ունեցել Ուկրաինայում, դա տեղի ունեցել Մոլդովայում։ Այսինքն ընդունում ենք դա տեղի էր ունենում արդեն Բելարուսիայում հազիվ պահեց։ Դա տեղի էր ունեցած, եթե չմտներ հապկի, հա, որ հապկը չի մտավ։ Դա տեղի էր ունեցած, այսինքն կարող ենք ընդունել, որ արտաքին ուժերը այնքան ուժեղ էին եւ հետխորհրդային իշխանությունները չէին կարողանում դիմադրել եւ սա միայն մեզ չէր սպառնում եւ մենք դրա մեջ չընկանք։ Դա մի շարք հետխորհրդային երկրներ դրա տակ էին եւ բերել ու կարել հագցնել մենակ մի անձով է պայմանավորված, դա այսքանով է ճիշտ։ Անժել ջան, ես քեզ ասեմ, ես որ ասացի, կարծում եմ ամբողջական ասացի։ Ես ասում եմ, ոչ թե մի անձով էր պայմանավորված, օրվա իշխանությունը իրականության հետ կապ չուներ։ Ռուսաստանում էլ չունի, Ղազախստանում էլ չունի։ Դա չի նշանակում, որ պետք է մենք էլ չունենանք։ Անժելա, ես շատ պարզ եմ ասում։ Կարողա Բուրկինա Ֆասոյում էլ լեսի ինչ է։ Ես ասում եմ, մենք պիտի չունենայինք։ Բայց նաև արտաքին ճշմարտի հասկանալ։ Եթե արտաքին աշխարհը չօգտվել այս ողբերգության ներկայությունից, իրանք առավելագույնս կարողացան օգտվել այս ազգակործան պատուհանի ներկայությունից, հատկապես մեր թշնամին, պատուհաս, թե ինչ ասի ենք։ Պատուհանը ասլավ։ Ազգակործան պատուհասը, որը մտավ պատուհանից։ Պատուհանը, այս խելոք բաներ։ Ուզում եմ ասել, դրանք հիմար կլինեին, որ չօգտվեին այս պատուհասի ներկայությունից։ Թուրք-ադրբեջանական տանդեմը տեսա, բեատ ինչ որ չտես, լրագրության ժամանակ փող գրփող, անդասյարակ, մեկը եկել է, բաբաս չընդունել։ Թուրք-ադրբեջանականը հոկտեմբերի 27-ից էր մտած։ Ուղղակի մենք այնպես տական կնդիմություն ունեինք, որ 40 տարի այդ շահարկում էր։ Հրաշքս լսի, իմ ասածը մի քիչ ավելի բան է։ Ես ասում եմ, պատանդ է սարքել իրանց հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին դրա մասին ասեք, որ ինչ աղբա եղել է ընդդիմությունը, ոնց է դա շահարկել։ Կարելի է ես իմ ասածը ասեմ։ Ու հա թիրախիտակապայել է տորվա իշխանությունը դրանով հանդերձ մեր պետությունը։ Բա հիմա սա բոլորը հրեշտակներ են, մաս չունեն, մեր ինչով է զբաղված ընդդիմությունը։ Ճիշտ ես ասում, բայց թող ես ասեմ էլի։ 27 է խոսում։ Չէ, ոչ մենակ օրինակ մարտի 1-ը ինչ։ Խուլիգանների բան։ Խոսեմ ես։ Ասեք։ Մարտի 1-ը բոլորից շատ ձեռնտու չէր Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 1-ը ես ինքը մի հատ ես մի քիչ կարդում եմ մեծ ինչ էր խայտարակություն Լևոն Տեր-Պետրոսյան այդպիսի բանով 10 քանի թվին հոդված գրեց Նիկոլ Փաշինյանը ուրիշի անուն ազգանունով գրեց եւ ինքը այնտեղ ասում է որ ով է կազմակերպել մարտի 1-ը ինքը գցում է Լևոն Պետրոսյանի վրա բայց իրականում հիշում եք չէ միակ ծրագրային դրույթը 2008 թվի այս վիժվածքի ձևակերպումն էր որ բոլոր Ղարաբաղցիներին պիտի քշենք Հայաստանից։ Տականք էր ասում։ Տական, բայց մեծ տականքը։ Մի րոպե, Անժելա, հա։ Ասում էր պիտի քշենք։ Նույնիսկ կանոններ չէր տալիս, ասում էր բոլոր Ղարաբաղցիներին։ Միակ ծրագրային ամբողջական թեզը եղել է 8 թվականի ընտրություններին եղել է, որ այս բոլոր Ղարաբաղցիներին պիտի քշենք։ Եվ քշեցին մարդ սպանելով։ Հիմա իմ ասածը մի քիչ ուրիշ է, բարեկամս։ Իմ ասածը ուրիշ է, որ մենք պիտի կարողանանք թաց չորի ջոկել։ Սութմուտ, այսպես պրոտոկոլային խոսքեր չասենք, հասկանանք ռեալ պոլիտիկի դիրքերից ինչն է խանգարում, որ ընդդիմությունը միավորվի։ Տեսնենք այն վիրուսները, որոնց այսօր այսպես մտել են, այսպես դեն խաղեր տալով ընդդիմադիր դաշտում, քայքայում են։ Այո, միավորվի եւ մատերելը։ Նայեք, տեսեք, միավորվի, օրինակ պատիվ ունեմ, հա, հայտարարել, որ ցանկացած մեկին տվեք Թող նախաշատ, ասել եմ մենք պատրաստ ենք քննարկել տարբեր տեխնացուներ։ Հիմնականում ես բացեմ կարդա, որ շատ կատեգորիկ ասում է դուք գտեք ձեր տեխնացուին մենք կողմ ենք, բայց եղբայրս այդպես չի լինում։ Մի ինգերական բան էլ ասեմ, էլի։ Եկեք բուշմեկին չպայենք, ոչ չէ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի։ Եթե ռեալ լիներ, որ հնարավոր էր իմպիչմենտով իշխանություն փոխել։ Գիտես իրանք պիտի նստեին ասեն չէ, այդ բար, չգիտեմ, դու կամ են մյուսը գնան տեխնացու դառնան։ Իրանք շատ լավ ռեալ պոլիտիկի դիրքերից հասկանում են, որ սա խայտարակ process է, ասում են մենք գործ չունենք։ Չէ, խայտարակ իրանք հիմիկվա վիճակն է։ Հիմա ես իմ խայտարակը այս իմպիչմենտը իրանք խայտարակությունից փրկելու համար է։ Որովհետև եթե այդ իրանք չանեն, խայտարակվելու են։ Ես ասեմ, իրանք ո՞նց են կանգնելու մեր ժողովրդի առաջ, ասեն ինչ են արել։ Ես իրաց կողքը կանգնեմ, կասեմ, այդ ավանցուրային ճիշտ են արել, որ չեն մասնակցել։ Ես իրաց կողք կանգնելու եմ, այդպես եմ դիտում։
Բայց միշտ բանը արել։ Ես ասում եմ, հարց են տվել վարչապետ։ Ընկեր, մի հատ լսիր ինձ։ Ես այս մարդկանց ճանաչում եմ, դու ես ինձանից լավ ճանաչում։ Հա, ոչ եմ։ Եթե ռեալ պոլիտիկի դիրքերից իմանայի, որ իմպիչմենտով կարող եմ փոխել, երկուսն էլ կառաջադրվեն։ Բայց ռեալ պոլիտիկի դիրքերից Արթուր Ղազինյանին 15 անգամ առաջադրել են հանձնաժողովի նախագահի տեղակա չի, ռեալ պոլիտիկ է։ Նշանակում։ Բան չէին առաջադրում։ Այդ խմբակցությունը ես ասում եմ, այսօր ամբողջ ցավն է, որ քաղաքական ռեալ պոլիտիկները դուս էին եկել դիմադրության շարժում, սաղիս ամիսներով մանտվին, ասին ռեալ պոլիտիկա, որ Նիկոլը հրաժարական։ Ես էլ ասում եմ, երբեք ռեալ պոլիտիկ չի եղել։ Հիմա ասում եմ, մի օրակարգ, մի ձևակերպում, մտնում ես ու դուրս ես շպրտում դրանց։ Քիչ առաջ ասացի, բայց մա դու բան Հիմա ես ասում եմ, ես ասում եմ, ես առաջարկում եմ անվստահության գործընթաց։ Եթե դա չեք անում, համարում եք, որ լուծումը դա է տարեք, բայց եթե չեն անում, չէ՞։ Ախր դու շատ բան կարող ես առաջարկել։ Եթե դու առաջարկես, պիտի առաջարկեմ, բայց քաղաքացիական կարող առաջարկեմ։ Էդգար ջան, եղբայր պիտի դա ռեալ լինի։ Հիմա ես քեզ ասում եմ, քիչ առաջ ասացի, դու էլ մի բան խոստացի։ Ես ասացի երկու հատ կամերա է բերել։ Չէ, ես խոստացի։ Ասում եմ 120%-ով բացառվում է դա։ Բայց իմ ասածը մի քիչ խոստումներ մի քիչ, չէ, որովհետև ես հավատում եմ, ախր ես կյանքի հետ մի քիչ կապ ունեմ, տեսել եմ մարդկանց, ես տեսնում եմ այդ սողացողնենգությունը, որի խնդիրը մի ընդդիմադիր ուժին ընդհանրապես վերացնելն է։ Ես ո՞ւր խաչ եմ, որտեղից չեմ նստել։ Այդ ընդդիմադիր ուժին իրան չվերացնի, ուրիշ ոչ մի չի վերացնի։ Ընդդիմադիր ուժին չի ցա վերանում, որ խոստումներ է տալի, որ պիտի պայքար տանի, անա ունենալ, ասա որ այդ ինչա պատիվ ունեմ, այս կարող ասես դու քո թիմը չի պատիվ ունեմ։ Ինչով է իմ թիմը։ Դու այդ կուսակցության անդամ ես, այդ կուսակցության բանով գնացել ես մարզպետ ես աշխատել։ Այդ կուսակցության ժամանակ ես մարզպետ եմ եղել, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Նոհանյանը պաշտպանության նախարար է եղել։ Արմեն Գևորգյանը փոխվարչապետ է եղել։ Այդ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախարար է եղել։ Ես բարձրիկ եմ պահել։ Դու հիմա այդ կուսակցության հետ կապ չունես։ Դու դրանց կուսակցություն չես, դրանց բանը չես դրանց հնարավորությունների բան դաշտում չես տեղավորվում դու։ Չէ, ինչո՞վ ճիշտ։ Դե լավ, էդի թողնենք թող մարդիկ։ Հիմա կարող եմ ինձ ասես, որ 21 թվականի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանն է զայն տվել։ Նկարները կա, վայքում առաջի շարքում է ստացել Ռոբերտ Քոչարյանի։ Ամբողջ քարոշչության Հայաստան դաշինք եկել է վայոզները, սա ելնելն է մեղա։ Դրանով դու արդարացնում ես, ասում ես, որ պիտի մարդիկ իմանան, եթե գնացել մասնակցել եմ դալիճում նստելու նշանակը իրան եմ զայն տվել։ Չէ, բանին եմ, Նիկոլն եմ զայն տվել։ Չէ, արդեն այդ զրույցը բանը։ Բայց եթե Քարոզ Արշավի մասնակիցն եմ իրան Սարգսյանին դեմս գնացել, չէ, ես ասել եմ կամ պատիվ ունեմ, կամ երկու իմ քարոշչությունն եղել է, կամ պատիվ ունեմ ընտրեք, կամ Հայաստան ընտրեք, կամ մյուսներին մոմուզեք բացի Նիկոլ, երկուսի Քարոզ Արշավի անմիջական մասնակիցն եմ եղել։ Այդպես չի լինում, որ մեկին բանես անում, ասում ես մի խոսքով լավ, այդ թողնենք, չեմ ուզում դրա մեջ։ Չէ, դե հիմա ասածս հետեւյալն է, բարեկամս։ Մի քիչ համեմատաբար երիտասարդ ես, շատ ակտիվ, բավականին հումոր ունես, լավ տեսք ունես, լավ հրաշալի մարդու զավակ ես։ Ես ասում եմ հետեւյալը։ Այսօր Չէ, ես օրինակ Զարուհի ո՞նց է տեսքը, իմացա։ Չէ, Զարուհին էլ մատուցես, դասուցս որ լավ է տեսքը։ Հիմա լսի, եղբայր։ Հիմա մենք Զարուհի, որտե պետք է Զարուհի սուր։ Միշտ կասել է։ Հիմա նայ, Էդգար ջան, բարեկամս։ Ուրեմն հարցը հետեւյալն է։ Մենք պարտավոր ենք նախ երկակի ստանդարտների մի կողմնել եւ տեսնել ոնց անել իսկապես եղբայր որ սրանից ազատվեն։ Ես ասում եմ մի քանի բաներ դեպքեր եղան, չէ՞, քիչ առաջ ես ասացի դու չանադարձար դրան, 120%-ով եմ վստահ։ Եթե Սերժ Սարգսյանը չէր առաջադրվում երրորդ ծրոք նախ այդ ղեկավարի տեխնացուից ողբերգությունը չէինք ունենա։ Արձագանքը չունեցա, բայց բոլորը ժամարցականքի հնարավորություն չեք տվել, ես մոտս գրել եմ որ կարող։ Չէ, հիմա խնդիրը որն է։ Խնդիրը կարողանանք շատ անկեղծ լինել։ Ես օրինակ քո անկեղծությանը շատ ծափահարում եմ, անկեղծ ես դու։ Բոլոր դեպքերում քեզ բանով, բայց 10 րոպե, բայց հարգելի ես էսպես եմ նայում, ցավը տանը։ Մենք գլխատված պետություն ենք այսօր, որ քո մի մասի գլխատվել է։ Մենք այնքան ստորացված ենք այսօր։ Հայաստանը, չգիտեմ, դու էլ կապ կունենաս։ Ես արդեն ամացում եմ Ռուսաստան գնալ, որ դիվանագետ եմ եղել, դուայեն եմ եղել։ Հիմա ամաչում եմ գնալ, որտեղ ասում են, «Էս չեք»։ Մի անգամ երկու բառ ասացի, մի քիչ կոպիտ ռուսներին կապա։ Հիմա այդ տղան բանում է, արտաքին արդյունքի դումայի անդամ է, հանձնաժողովի։ Ասեց Այսինքն դուք իմպոտենտ եք, չեք կարող ոչ մի բան անել, մեր վրա եք դնում, մենք էլ մեր ազգային պետական շահ ունենք, լռվեցի, ոչ մի բառ չասեցի։ Մենք պարտավոր ենք հասկանալ, որ մենք ենք, թող, հա, ինքը ինչ ասեց, ասես դուք արեք մի բան, մենք ձեզ կօգնենք։ Բայց այսպես նստացենք, համբերում ենք, որ սա ելնի մատ թափտա, համբալասի, ասին մությանը կբռնեմ, այդ բառը չասեմ անարմարը, էս կանեմ, այնտեղ չգիտեմ Են մի մարմնավաճառը թքի մարդկանց վրա, որ չեն կարողանում դրանց բան անել, այդ մարդիկ ասվեց նրանք ուրեմն արժանի են, որ այդ վիճակին լինեն։ Հիմա ասեմ, թե ինչ եմ առաջարկում։
Թե սկզբից թողეთ գարնասի։ Էդգար ջան, դու ասես։ Ես մի հատ շատ կարճ արձագանք կանեմ։ Գիտե, ես իմ արձագանքը շատ կարճ կլինի, որ ամեն մի պաշտոնյա, այդ թվում նախագահները իրենց պաշտոնավարման շրջանի հաջողությունների տերն են եւ պատասխանատվություն են կրում այն ձախողումների համար, որ եղել է իրենց պաշտոնավարման շրջանում։ Ընդունում ես այդ դա վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, դա վերաբերում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին, դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ով իր պաշտոնավարման շրջանում ինչ անհաջողություն կա, այդ իր պատասխանատվության տա։ Եվ եթե այդ դժբախտությունը 18 թվի, որ մեր ժողովրդի կյանքում եղել է, Սերժ Սարգսյանը չի կարա դրա պատասխանատվությունից հրաժարվի։ Դա իր պատասխանատվության հետ կապ ունի։ Բայց ես ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել մտքի հետ, որ իր մեծ ցանկությունն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը գալի Հայաստանի վարչապետ։ Ես էլ այդպես բան չեմ։ Այսինքն որ ինքը նպաստի դրան, որ ինքը ջանքեր գործադրի, որ ինքը տենց հեշտ ես տենց այդ կարծիքի չէ։ Ցավոք սրտի։ Ո՞վ է այդպես ասում, ով է, ես այդպես բան ասացի։ Կա տեսակի։ Չէ, բայց մենք երկուսով ենք խոսում, խոսքը։ Հիմա դուք ձեր ասած ասում եք, որ ինքը սխալներ է թույլ տվել, որ այդ սխալների հետևանք եղել է այդ։ Այո։ Այդ սխալների վերլուծությունը որ անեն, կարող է նաև շատ հեռու գնանք շատ։ Գնանք։ Հիմա ես այն կարծիքին եմ, որ 18 թվին իշխանապողությունը տեղի ունեցել, որովհետև եղել է համաժողովրդական մեծ ընդվզում, որը ադրբեջանա-թուրքական իշխանությունների ձեռքբերում է։ Իմ համոզմամբ 18 թվին Հայաստանում տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եւ Իլհամ Ալիևը կարողացել է Նիկոլ Փաշինյանի միջոցով զավթի մեր ժողովրդի իշխանությունը, խաբելով մեր ժողովրդին, հիմնվելով նրա շատ ազնիվ, ամենամաքուր ազնիվ զգացողությունների, զգացմունքների վրա։ Հիմա ասում եք Սերժ Սարգսյանը դա սենց չաները սենց կր, այդ մի քիչ ասած կարող ունենեք այդ կարծիք, չեմ ասում։ Բայց այդ քշելը դժվար է։ Բայց այդ քշելը դժվար է, էլի, թե ինչ որոշումները հանգեցրել են այդ ամենը։ Այս խոսքին դու պարտավոր ես անդրադառնալ։ Ես ասում եմ, գուցե մի քիչ լսողները շատ կատեգորիկ եմ ասում։ Սերժ Սարգսյանը չառաջադրվել երրորդ սրոք, այս ողբերգության մեջ մենք չէինք լինի։ Կարող է։ Սա միանշանակ չէ, ես կուզենայի, որ դու լավ մտածես, որ դա տես կլինի, ես միանշանակ եմ նաև ասում։ տենց Սերժ Սարգսյանը այդ ճանապարհել եմ անցել, թող ոչ մեկի չթվա, որ ուզում են արդարացնել, դա իրենք ինձանից լավ գիտեն Սերժ Սարգսյանի կամ եւ այլն։ Իշխանատենչությունը այդ որ իրեն պարտադրեցին իր թիմը որ ասել։ Կարող է ինձ պարտադրեն, ասեմ դու պիտի 400 կիլոգրամանոց ծանրաձո բարձրացնես, բայց ես գիտեմ որ չեմ կարա։ Խնդիրը դա մեկ է եւ երկրորդը բարեկամս։ Դες թուրք-ադրբեջանական թե ինչ իշխանություն ես ասում, հա, ադրբեջանական, հա, բա։ Ես երբեք, ով որ այտենց ասում որ հատուկ ծրագիր կար որ Սերժ ուզում էր այս թուրքին բերեր բանման, դա էմոցիա գողացող խոսքեր է, դες բան ես չեմ ասում։ Ես ասում եմ որ Սերժին ասած որն էր այդ միտողը որ անեցի, ինքը կասի, ես գիտեմ այդ միտողը։ Եթե չի ասի կաս, ես կասեմ։ Եվ այդ բառը, որ ասեց Նիկոլի ճիշտ էր, ես սխալ, այդ ամբողջությամբ ճշմարտություն ասել, բայց բարեկամս, մենք մի բան ունենք։ Մենք պիտի տեսնենք մենք ով ենք, մեզ զուգենք, որպեսզի աշխարհը տեսնի, ստոր ասված մարդիկ չեն նստած։ Եվ ես տանելու եմ այդ քաղաքականությունը, այդ քարոզարշավը։ Ես կամ ես եմ շնորհակալ։ Բանի մասին չենք ասում, առաջարկությունները թե ինչպես դուրս գանք սրանից։ Լավ, եթե դե բանը Նույն է, ես եւ երկուսիդ էլ միշտ հնարավորություն տալիս եմ գալ եւ ձեր առաջարկները ներկայացնել։ Լավ